Բայց կուզենայի մի քիչ այսպես ավելի ընդհանուր հարցով սկսեի, ընդհանրապես ինչի է Կիլիկյան այդքան առանձնահատուկ մեր պատմության համար, որն է իր առանձնահատկությունը, որ այդ մեծ հսկայական հայոց պատմության մեջ այդպես սիրված է մեր կողմից եւ նաեւ մի տեսակ ուրիշ է։ Ես մեկ ասում եմ, ինչու են հայերը շատ ուզում ծով։ Հիմա էլ, երբ որ նույնիսկ դրամական միջոցները այդքան էլ չեն բավարարում, գնում են Վրաստան կամ ծովը ձգում են։ Այ ծովը միջնադարյան իրականության մեջ արագությունների, տեղեկատվական արագությունների, եթե կարելի ասել, աքսելերատորն էր, որտեղ ծովային իրականությունը, ծովին մոտ գտնվող միջավայրերը համեմատաբար ավելի հասու էին առհասարակ տեղեկատվական ավելի լարված, միջերկրածովյան ամբողջ ցանցին, եւ դա մեկ օրվա, մեկ տարվա ինչ որ խնդիր չէր։ Այսինքն Կիլիկյան նկարագրելիս ես առաջին հերթին ասում եմ ծով։ Ծովը ձգում էր շատ վաղուց։ Եվ բնականաբար դա պատահական ծով չէր, դա միջերկրական ծովն էր, որը ընդհանրապես մարդկության պատմության քաղաքակրթական դարբնոցն է։ Եվ առաջին հերթին ես դա կնշեի, որը ձգել է ոչ միայն հայերին, մանավանդ հայերը ցամաքային միջավայրում ավելի գտնվելով, իհարկե շատ քաղցրահամ ջուր, լճեր ունենալով, բայց ծովն այնուամենայնիվ կանչում էր։ Կա այդ բանը։ Եւ նաեւ բան է, չէ՞, փաստորեն հայկական լեռնաշխարհից դուրս է գտնվում Կիլիկյան։ Այո, աշխարհագրորեն հայկական լեռնաշխարհից դուրս է գտնվում, ընդ որում Կիլիկյանն այն տարածքն է, որտեղ հայերը ապրել են ըստ էության դաշտավայրային, աշխարհագրորեն դաշտավայրային միջավայրում, այսինքն 400 մետր բացարձակ բարձրության վրա, այսինքն ծովափնյա շրջանում, դաշտային Կիլիկիայի մասին է խոսքը, իսկ դա եւս շատ փոխում է խառնվածքային, իհարկե երկարաժամկետ առումով խառնվածքային որոշակի փոխակերպումներ առաջացնող գործոն է։ Իհարկե, այլ բան է, երբ դու ապրում ես լեռներում, փակ սահմանափակ, երբ հենց լեռները քեզ փակում են, այլ հարց, երբ որ դաշտային շրջանում ես ապրում, որտեղ տարածքները շատ ավելի մատչելի են եւ այսպես ձգվածությունը հորիզոնական է, կարելի ասել, ոչ թե ուղղահայաց։ Լավ, եկեք հասկանանք, փաստորեն Կիլիկյան, բայց այնուամենայնիվ ինչ որ մի կարճ շրջաններ միջև իշխանության դառնալը հայկական տիրապետության տակ գտնվել է, Տիգրան Մեծի ժամանակ գրավեց Կիլիկյան, Տիգրանը։ Այսպես եթե կարելի է շատ կարճ, բայց դա ավելի ոչ թե քաղաքական տիրապետություն, եթե կանվանենք առհասարակ, այլ ավելի դեմոգրաֆիական, որը ըստ էության նաև որոշակի բերում էր մշակութային, եթե չասենք բուն Կիլիկյան, այլ գոնե Կիլիկիային հարակից, օրինակ Եդեսիայի այդ միջավայրը, հյուսիսային ասորիկ, այդ միջավայրը մշտապես եղել է հայ-ասորական քաղաքակրթական միջավայր, որը ընդհանուր մինչև 14-15-րդ դարը, եթե ոչ ավելին, այդպես էլ շարունակվեց։ Եվ իմ համար միշտ հարցադրում է, երբ որ ես դասավանդում եմ, մի հարց եմ տալիս. Ինչը կանչեց Արցախում ապրող Օշին իշխանին այդքան հազարավոր կիլոմետրեր կտրել ու գալ հասնել Կիլիկիա։ Այս սա իմ համար այսպես ասած գեր հարցն է, որը եւ խորհրդանշական հարցն է, որովհետեւ կարող ենք այդ հարցը տալ, բայց այդ հարցի մեջ այնքան գիտելիքներ ու քննարկումներ կան, կրթական եւ գիտական քննարկումներ կան, որոնք որ հաճախ մենք բաց ենք թողնում, բայց դե պատկերացրեք ուր Արցախը, ուր Կիլիկյան, դա հսկայական տարածություն է, հսկայական ճանապարհներ են, շատ մեծ փորձություններ են։ Հիմա էլ հսկայական ճանապարհային ժամանակվա համար ընդհանրապես աշխարհի ծայրներ են։ Այո, եւ մարդիկ, երբ որ իշխանը թողնում է եւ գալիս է, նա պիտի ունենա այնքան ծանրակշիռ մոտիվացիաներ եւ ոչ միայն մի մոտիվացիա, մի քանի մոտիվացիաներ, որպեսզի նա այդ քայլին գնա։ Եվ եկեք մենք հասկանանք ինչը կանչեց նրան։